Ես անընդհատ ապրում եմ ցավի մեջ։ Հազարավոր մարդկանց վստահություն ինձ համար Աստծո օրհնությունն է։ Երբ որ ծնողը գրում է, իմ բալեն ապրելու է։ Ստանալ մի նամակ, որտեղ գրված է խնդրում եմ օգնեք, երեխես մահանում է, ու միանգամից իմ դեմքը փոխվում է, միանգամից իմ սիրտը սկսում է արագ աշխատել, տեսնում են այդ ամեն ինչը մարդիկ։ Եթե շարունակենք այդ թեմայի շուրջ խոսել, գուցե մարդիկ ինձ առաջի անգամ եթերում դադարեցրուց տեսնեն։ Իմ ամեն դրամահավաք սկսվում է ծնկաչոք Աստծուն աղոթելով եւ ավարտվում է ծնկաչոք Աստծուն աղոթելով։ Ես վիրահատության գումար չունեի։ Ես գնացել վարկյան վերցրել։ Մի քանի վայրկյանի ընթացքում իմ ընկերները միլիոնից ավել գումար ինձ փոխանցեցին։ Բառից բուն իմաստով մի քանի վայրկյանի ընթացքում։ Մարդիկ ուղակի փողոցում բռնում էին ինձ, բառից բուն իմաստով բռնում, երկու թուշս համբուրում էին ու իմ գրպանը փող էին դնում։ Ողջույն։ Այսօր ուզում եմ խոսել էմպաթի զգացմունքների մասին։ Էմպաթ, ով մասնակցում է եւ կազմակերպում է բարեգործությանը։ Ինչ է զգում մարդ, ով մշտապես կիզակետում է իրադարձությունների, երբ պետք է փրկել կյանք։ Կարեկցանք, թույլ բարը։ Ապրումակցում։ Արդյոք մարդը, ով ձեռք է մեկնում օգնության, վերապրում է այն բոլոր դժվարությունները, ում այդ պահին օգնում է, եւ ինչ է կատարվում նրա ներսում, էմոցիոնալ առումով, ապրումներ, ապրումակցում, երբեմն էլ դժբախտ հանգուցալուծում, ինչ է կատարվում նրա սրտում ու հոգում։ Այսօր իմ հյուրը մի մարդ է, ով իր կյանքի առաքինությունն է ընտրել օգնությունը։ Մեր եւ ձեր զողողություններն ու բարեգործությունը տեղ հասցնելու առաքինությունը, ինչ է նա ամեն անգամ զգում, երբ շփվում է մարդկանց հետ, ում օգնում է։ Աննա Հովհաննիսյան, մեծ էմպաթ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աննա, գրեթե յուրաքանչյուրս մեր կյանքում ինչ որ մի անգամ, ինչ որ մեկին օգնել ենք, ինչ որ մի հիմնադրամի գումար փոխանցել ենք եւ այլը։ Այդքանով շատերիս գործողությունը սահմանափակվել է։ Դուք ամեն անգամ, ամենօրյա ռեժիմով շփվում եք մարդկանց հետ, ովքեր հենց այս պահին կյանքի եւ մահվան կռիվ են տալիս։ Էմոցիոնալ ապրումները ինչպես եք դիմանում։ Շատ ծանր հարց եք տալիս։ Ես անընդհատ ապրում եմ ցավի մեջ։ Երկու դեպքում եմ ուշ ստանում, երբ գրում եմ դրամահավաքն ավարտված է, հասկանում եմ, որ եւս մեկ բալիկ հնարավորություն կունենա ապրելու եւ ուշ ստանում եմ այն ժամանակ, երբ որ, չգիտեմ, եթե վիրահատություն ենք ֆինանսավորում, բժիշկը դուրս է գալիս ու ասում է ամեն ինչ կարգին է։ Երբ որ ծնողը գրում է, իմ բալեն ապրելու է։ Այս երկու պարագայում եմ ես միայն ուշ ստանում։ Չնայած ասեցի երկուս, բայց երևի երրորդն էլ ավելացնեմ եւ ուժ եմ ստանում, երբ որ իմ մարդիկ, իմ ունկականները, ոնց ես իրենց միշտ կոչում եմ, համախմբվում են իմ շուրջ եւ ինձ համար հանդիսանում են հզոր թիկունք։ Էմոցիոնալ մարդու համար, էմպաթ մարդու համար զբաղվել այս գործով կրկնակի դժվար է, որովհետեւ ցավը ընդունում ես որպես քոնը եւ ներսովդ ես անցկացնում։ Սա քեզ անձամբ քեզ չի հյուծում։ Այս վերջերս անընդհատ դրա մասին մտածում եմ, որովհետեւ ես շատ փակվել եմ իմ մեջ։ Ես սկսել եմ շատ քիչ շփվել իմ տարիների ընկերների հետ։ Ես սկսել եմ իրական կյանքի մասին է խոսքը, ոչ թե սոցիալական մեդիայում։ Ես սկսել եմ առհասարակ քիչ խոսել, որովհետեւ անընդհատ ինձ շատ տխուր եմ զգում, անընդհատ շատ դեպրեսված եմ ու բնականաբար, երբ դու անընդհատ այդ ամենը զգում ես, դու չես կարող հյուծված չլինել։ Ես ինձ անընդհատ հյուծված եմ զգում, դրա համար փորձում եմ հնարավորինս սահմանափակել շփումները։ Գիտեք, առանց այդ մենք շատ ծանր ու տխուր կյանք ենք ապրում, հատկապես այս վերջի տարիներին, եւ ես անընդհատ ինձ մեղավոր եմ զգում, որ ինձ շրջապատող մարդկանց կյանքը բարդացնում եմ։ Ինչքան էլ որ լինի, մարդիկ ուզում են
ուրախ աննա տեսնել, ուզում են ուրախ բաների մասին խոսել, բայց ես կարող եմ իրենց հետ նստած ինչ-որ հումորային բանից խոսելուց ստանալ մի նամակ, որտեղ գրված է խնդրում եմ օգնեք, երեխես մահանում է, ու միանգամից իմ դեմքը փոխվում է, միանգամից իմ սիրտը սկսում է արագ աշխատել, տեսնում են այդ ամեն ինչը մարդիկ։ Ու ես ընկնում եմ էլի իմ մտքերի մեջ, ոնց եմ անելու, ինչ եմ անելու, բա այս անգամ չհաջողա, այս սենց մտքերի շարը։ Այդ մարդիկ իմ հետ սկսում են տխրել։ Միանշանակ հյուծվում եմ եւ հյուծված եմ։ Երբ սկսվեց այս ամենը։ Ցավոք սրտի այս ամենը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց Չարաբաստիկ 44 օջա պատերազմը։ Ես ուղղակի սովորական իմ ընկերների հետ գնացել էինք իրենց դաչա, նստել էինք բնության գրկում, լորվա հրաշք բնության գրկում, ուղղակի սեղանի շուրջ խոսում էինք։ Երբ բժիշկ ընկերներից մեկից նամակ ստացա, իդեպ այդ օրերին Facebook-ը փակել էի, ուղղակի հոգնել էի, չէի ուզում ոչ մի տեղ լինեի։ Զանգեց բժիշկ ընկերս ու ասեց պատերազմ է սկսվել։ 2 օր մնացի Վանաձոր, 3-րդ օրը պատերազմի ես արդեն Արցախում էի իմ բժիշկ ընկերների հետ, ու հենց տեղում գտնվելով ես հասկացա, որ միայն իմ ներկայությունը բավարար չէ, ես պետք է նաև կարողանամ գումար հավաքեմ, որպեսզի անհրաժեշտ պարագաներ հասցնեմ Արցախ, ինչի կարիքը շատ կար։ Անձամբ տեղում համոզվեցիք, որ կա կարիք տեղորայքի։ Անձամբ տեղում համոզվեցի, որ կար կարիք եւ տեղորայքի, եւ սննդի, եւ հասարակ ջրի, եւ ամեն ինչի։ Եվ հատկապես այն դիրքերում, որոնք շատ դժվար կարող են մարդիկ մոտենալ, այդ դիրքերին սովորական մարդիկ։ Այնտեղ գրեթե սնունդ չկար, այնտեղ գրեթե ջուր չկար, առաջի բուժօգնության պարագաներ չկան, իսկ ես շտապօգնության մեքենաներով կարողանում էի բժիշկների հետ։ Ես ինքս բժիշկների ընտանիքից եմ, չունեմ բժշկական կրթություն, բայց ինձ տատիկ պապիկս են մեծացրել, իսկ պապիկս բավականին հարգված եւ սիրված 50 տարի ավել վիրաբույժ է աշխատել Վանաձորում։ Ես վանաձորցի եմ։ Ինչ միջոցներով էիք կարողանում այդ տարրական օգնությունը խիստ անհրաժեշտ հասցնել Արցախ։ Սկզբի համար ուղղակի հրապարակում էի գրել, որ ընկերներ, ես մեկնում եմ պատերազմ, եթե կարող եք, խնդրում եմ իմ աշխատանքի վայր մոտեցրեք ծխախոտ, տարբեր պարագաներ։ Մարդիկ բերում էին, ես Վանաձորից ուղղակի իմ մեքենայով կամ տաքսիով տանում էի Երևան, հետո այդտեղից հասցնում էինք Արցախ, բայց երբ որ ավելի խորացավ, իմ ծնունդն էր լինելու։ Ես գրեցի, որ ընկերներ ծննդից նվեր չառնենք, ես բացառապես իմ ընկերներին էի դիմում, այդ ժամանակ հետևորդներ չունեի, ուղղակի իմ ընկերներն էին։ Խնդրում եմ այդ գումարը փոխանցեք ինձ, ես անհրաժեշտ իրեր կգնեմ թե ճանապարհից, թե ընթացքում ու կտանեմ տղաներին։ Մի քանի վայրկյանի ընթացքում իմ ընկերները միլիոնից ավել գումար ինձ փոխանցեցին։ Բառից բուն իմաստով մի քանի վայրկյանի ընթացքում։ Ու այդպես հրապարակումը տարածվեց։ Ես պատերազմի ընթացքում ընդամենը 1 հարցազրույց եմ տվել, որովհետև մի լրագրող ինձ զանգեց, ասեց ուզում ենք ձեզնից հարցազրույց վերցնել, իմացել ենք, ասի կներեք, բայց ոչ իմ տեսքը, ոչ հոգեպես, ես չեմ կարող հիմա գամ PR-վել։ Ինձ ասեցին մենք չենք ուզում PR-վես, մենք ուզում ենք, որ մարդիկ քո մասին իմանան, որ ավելի մեծ օգնություններ կարողանաս տանես եւ դու իրավունք չունես չխոսելու։ Այդպես այդ հարցազրույցն ինձ շատ օգնեց, որ ես քայլ առ քայլ գնամ դեպի հանրային մարդ դառնալու։ Վանաձորում փողոցում քայլում էիր քո Facebook-յան հաղորդագրություն գրելուց հետո, նույնիսկ անծանոթ մարդիկ էին մոտենում։ 2020 թվականին, երբ որ այն շատ կարճ ժամանակը, որ ես հասցնում էի Ստեփանակերտից գալ Երևան, Երևանից գալ Վանաձոր, ես տուն չէի մտնում, ես չէի գնում լողանալու, ես չէի գնում հաց ուտելու, որտեղ ամեն վայրկյանը մեզնից մի քանի 100 կիլոմետր են կողմ, 18-ից 20 տարեկան տղաներ, ինչու՞ չէ նաև աղջիկներ, ուղղակի մահանում էին։ Ես չէի կարողam։ Գիտեք, ուրիշ բան է, որ դու դա չես տեսնում, ուրիշ բան է, որ դու հենց այդտեղից ես գալիս։ Ես գալիս էի արագ վերցնում էի կուտակված օգնությունը, ու մինչև Վանաձորի մի ծայրից կհասնեի մյուս ծայրը, եթե ոտքով ինչ որ տեղ անցնում էի, մարդիկ ուղղակի փողոցում բռնում էին ինձ, բառից բուն իմաստով բռնում, երկու թուշս համբուրում էին ու իմ գրպանը փող էին դնում։
չկար մի մարդ, որ ինձ փողոցում տեսներ եւ ինձ գումար չտար։ Մեր զրույցը շարունակվելու է իհարկե եւ խոսելու ենք նաեւ հիմնադրամի մասին։ Իմունք հիմնադրամ, որը զբաղվում է բարեգործությամբ եւ կյանքեր է փրկում։ Սակայն նախքան դա պարզապես ուզում եմ հիշեցնել, որ դուք կարող եք բաժանորդագրվել մեզ, սեղմելով զանգակը հետագա ներբեռնումները բաց չթողնելու համար։ Կարող եք գտնել մեզ նաեւ այլ սոցիալական հարթակներում։ Եվ այսպես Աննա Հովհաննիսյան, Իմունք հիմնադրամ, ինքնաբուխ դրամահավաքից ինքնաբուխ օգնություն մատուցելու առաջին ցանկությունից ձևավորվեց համակարգված օգնություն, ամենօրյա ռեժիմով աշխատանք։ Ինչպես կարողացար դա համակարգել, ինչն է քեզ ուժ տալիս ամեն օր ապրելով սրանով, եւ սա չէ քո հիմնական աշխատանքը։ Թույլ տուր ասել, բայց քո ապրուստի միջոցը մեկ այլ աշխատանք է, ստաբիլ աշխատավարձով։ Այստեղ դու նույնիսկ օրենքով սահմանված աշխատավարձից ես հրաժարվել։ Ինչն է քեզ մոտիվացնում եւ ընդհանրապես այս գործով զբաղվելու դժվարությունների մաս։ Ես 5 տարի բարեգործությամբ զբաղվել եմ որպես անհատ Աննա Հովհաննիսյան, երբ որ մեր երկրում ընդունվեց հերթական օրենքը հայտարարման, ինձ շատ հստակ եւ ուղիղ կանգնեցին, ասեցին, որ այն գումարները, որ դու հավաքում ես, պետք է հարկվեն։ Բնականաբար ես շատ ջղայնացա, որովհետեւ գիտեք 5000 դրամ դուք եք փոխանցում, 1000 դրամ թոշակառում, այդ գումարներն արդեն իսկ հարկված են։ Ես այդ գումարները վերցնում եմ, ուղիղ փոխանցում եմ հիվանդանոցներին, 10 դրամ անգամ այդտեղից չեմ վերցնում, անում եմ պետության գործը որոշակի, ու ինչի համար ես պետք է հարկ վճարեմ։ Ես ջղայնացա, ասեցի, այլևս ոչինչ բանով չեմ զբաղվելու։ Ընկերներս շատ խիստ ասեցին, դու այլևս իրավունք չունես դրանով չզբաղվելու, որովհետև դա քո մոտ ոնց ասեցիք ինքնաբուխ է սկսվել, այսքան հազարավոր մարդկանց վստահությունը դու չես կարող հենց այնպես վերցնես ու գցես ջուրը։ Ու այդ հազարավոր մարդկանց վստահությունը ինձ համար Աստծո օրհնությունն է։ Ես միշտ դրա մասին խոսում եմ ու շատ մեծ մոտիվացիա եւ ուժ։ Եվ ընկերներս 1 տարի առաջ ինձ արդեն 1.5 նվիրեցին Իմունք բարեգործական հիմնադրամը, որը արդեն հանդիսանում է ավելի ինստիտուցիոնալ գործիք, ավելի, չգիտեմ, կոնստրուկտիվ, եթե կարելի այսպես ասել, որի միջոցով ես իրականացնում եմ այդ դրամահավաքները, հա։ Դա ինձ համար աշխատանք չի։ Ես չեմ համարում, որ ինքը աշխատանք է, գուցե մի օր դառնա ավելի շատ մարդու օգնելու համար, որովհետև եթե ես դիտարկեմ աշխատանք, ես պետք է ամբողջովին մտնեմ այդ ամեն ինչի մեջ, չնայած մտածեմ, բայց ինչքան ուզում ա լինի, ես սովորական մարդ եմ, ես ունեմ առօրյա կարիքներ, որ պետք է հոգամ եւ աշխատեմ։ Դրա համար ես աշխատում եմ այլտեղ, սա անում եմ որպես կամավոր։ Այլ հիմնադրամներ էլ գոյություն ունեն, որտեղ համակարգողները աշխատավարձ են ստանում եւ արժանի են այդ աշխատավարձի։ Դուք հրաժարվել եք դրանից։ Միգուցե չհրաժարվեք եւ սա որպես աշխատանք ընկալեք ավելի շատ մարդու օգնելու համար։ Շատ լավ հարց եք տալիս։ Հունվարի 1-ին իմ ընկերներից մեկը ինձ ասեց, դու շատ մեծ մեղք ես գործում։ Սարմոցոց ասում եմ, բայց ինչ եմ անում, որ մեղք եմ գործում։ Ինձ կարակ բացատրեք, փորձում եմ լավ բաներ անել, ասեց, գիտես, դու կարող ես տարեկան օգնել պայմանական 50 երեխայի, ոչ թե 3 երեխայի, երբ որ սա կդառնա քո աշխատանքը։ Հասկանում եմ ինչ են ասում։ Երբ որ ես սկսեմ այստեղ աշխատել, իմ ամբողջ ուժը կենտրոնացնելու եմ Իմունքի հենց հիմնադրամի վրա ու բնականաբար ավելի շատ երեխայի եմ կարողանալ օգնեմ։ Ու ես անդադ սկսեցի տարբեր մարդկանցից այդ մեսեջը ստանալ, որ ինձ մեղադրում են մի բանի մեջ, որ ես սկզբից չէի հասկանում, բայց հետո հասկացա։ Ես պատրաստ եմ դառնալ Իմունք բարեգործական հիմնադրամի աշխատակից, հանդիսանում եմ տնօրեն, բայց ես ինձ ասում եմ աշխատակից, այն ժամանակ, երբ որ ոչ թե աշխատավարձ կստանամ թոշակառու տատիկի 1000 դրամից, իմ ընկերների փոխանցած 10000 դրամից, այլ կունենամ հստակ ծրագրեր,
այդ ժամանակ ես կկարողանամ, չգիտեմ, այդ վերցրած պայմանական գումարը ասել աշխատանք եմ անում վերցնում եմ։ Դրա համար ես որոշեցի, որ այս տարի կփորձեմ հիմնադրամը զարգացնել իմ նման գաղափարակից մարդկանց շնորհիվ եւ կկարողանամ Հայաստանում, Հայաստանից դուրս դիմել շատ տարբեր ծրագրերի, ոչ թե աշխատավարձի համար, ոչ, ուղղակի ավելի մեծ գործեր անելու համար։ Ու առիթից օգտվելով, քանի եթերում ենք, ուզում եմ ասել, որ ինձ պետք են մարդիկ, որ միանան ինձ, ծրագրերի ղեկավարներ, PR մասնագետներ, դիզայներներ, որ օգնեն իմ մունքը, ինչի՞ չէ նաև աշխարհով մեկ հայտնի դարձնել եւ փորձել ավելի շատ բաներ անել։ Այդ ժամանակ ես կդառնամ իմ բարեգործական հիմնադրամի աշխատակից։ Բարեգործությունը լավ է, որ հիմնադրամ կա, լավ է, որ որոշել եք զբաղվել, բայց ինչ խնդիրների եք։ Մի քիչ աբսուրդային կարող է հարցը հնչել, բայց բարի գործ անելու ճանապարհին ինչ խնդիրների եք հանդիպում։ Իզուր չի, որ մեր պապեր տատերը միշտ շատ խելացի մտքեր են արտահայտել։ Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնի։ Անկամ այն մարդկանց, որ դու օգնում ես, իրան կարող են դուրս գալ շատ վատ մարդիկ։ Ես հիմա բացառապես օգնում եմ երեխաների, գիտեք ինչի, որտեվ երեխաները անմեղ էակներ են։ Իրենք չեն կարող վատը լինել։ Ու քանի որ դու սա կամավոր ես անում ես էմոցիաներով, բնականաբար դեմի մարդկանց խոսքը, ինչքան էլ որ փորձ ձեռք բերես, քեզ կարող է ցավեցնել։ Իսկ այդ երեխեք ինձ չեն ցավեցնում։ Այդ դրա համար ես սկսել եմ հենց երեխաների օգնել, խնդիրները, եթե ես խոսեմ խնդիրներից, հավատացեք, մեզ 2-3 եթերա պետք գալու, բայց ասենց կրկնվող խնդիրները դա մարդկանց խաբելն է։ Ցավոք սրտի երկրաշարժից հետո ստացած օգնություններն ու նպաստները մեր ազգի զգալի մասին շատ փչացրեց։ Մարդիկ սովորեցին, որ դու պարտավոր ես իրենց օգնելու, կապ չունի դու ինչ վիճակում ես գտնվում։ Ու մարդիկ սովորեցին այդ օգնությունները։ Եվ հիմա կարող են խաբել, որ երեխան հիվանդ է, փորձեն գումար ստանալ։ Կարող են պարտադրել, որ դու պարտավոր ես իրենց օգնել, որտեղ պայմանական իրենք աշխատանք չունեն, հա։ Սա ամենամեծ դժվարություններից մեկն է։ Իրականում այս ոլորտում այնքան խաբեություններ կան։ Ես միշտ գրում եմ իմ Facebook-յան հարթակում, Ժորժ ջան, հասկանում եմ, երբ որ երեխայի նկար եք տեսնում, էմոցիաներին եք դրվում, բայց ես արդեն 6 տարի այս ամեն ինչի մեջ եմ։ Ես իմունիտետ եմ ձեռք բերել։ Ես արդեն ինտուիտիվ հասկանում եմ, թե ով է ինձ խաբում անգամ գրելով, անգամ առանց ստուգելու լուրջ ինչ որ գործիքներ օգտագործելու, ես հասկանում եմ, թե ով է ինձ խաբում։ Ես կարող եմ տեսնել Facebook-յան հարթակում դրամահավաք եւ ասել. սա խաբեություն է։ Որտեղ երեխան կարա հիվանդ լինի, բայց հարցը նա է, թե այդ գումարը կհասնի այդ երեխային, թե չէ։ Մեր ոլորտում կատաստրոֆիկ բաներ են։ Այսինքն ինքը ծնողը լինում են դեպքեր, երբ երեխայի բուժման համար գումար է դրամահավաք է կազմակերպում, ասելով, որ երեխայիս են բուժելու եւ այլ նպատակների է ծառայեցնում։ Իհարկե։ Մարդ կա, ով իր 2 տարեկան երեխային, հիվանդ երեխային նկարում է, մինչև հիմա նկարել է ժամանակ։ Այդ նույն նկարով 5 տարի արդեն գումար է հավաքում, 500 դրամով, 1000 դրամով։ Երբ որ ես ընկերներս փորձեցինք գնանք տեսնել այդ երեխային, իդեպ երեխան իրոք հիվանդ է։ Երբ որ ասեցինք ինչ դեղեր է հարկավոր, խնդրեմ նշեք բժշկի անունը խոսենք, ինքը անգամ չկարողացավ բժշկի անունը ասել։ Հասկանում եք, մարդիկ օգտագործում են, բնականաբար ոչ բոլորը, դրանք եզակի դեպքեր են, բայց ցավոք սրտի մեր երկրում այդ դեպքերը կա։ Կամ կողքի մարդիկ նայում են, ասում են, օ, Աննան դրամահավաք անում կամ այն մյուսը, ինչի մենք չենք կարող անենք։ Եկեք մենք փորձենք օգնել երեխաների այդ պաթոսը, որ իրենց էլ սիրեն, իրենց էլ լայքեր, այս լայքը առհասարակ, չգիտեմ, մեր երկիրը քանդեց։ Պատուհաս է դարձել։ Այո, պատուհաս է դարձել։ Որտե մի հատ դրամահավաք ստատուսա գրում ենք, էլի։ Գրենք, փող կհավաքենք, երեխուն կօգնենք, բայց իրանք չեն ուսումնասիրում։
Իրանք չեն անում այն 1000 քայլը, որ անում եմ ես կամ անում եմ մեկ այլ արդեն հայտնի, ասենք, հիմնադրամի ղեկավար, դուք չեք պատկերացնի, ես հիմա մի քանի օրից բալիկի էլի դրամահավաք պետք է սկսեմ, ուղիղ 1 ամիս է ես աշխատում եմ այդ ընտանիքի հետ, խոսում եմ բժիշկների հետ, խոսում եմ հիվանդանոցի հաշվապահության հետ, 1000 տեղեկանք են բերում, 1000, նայեք, ես բժիշկ չեմ, բնականաբար բոլոր հիվանդությունները չգիտեմ, բայց ամեն նոր հիվանդության հետ ես նստում, ուսումնասիրում, կարդում եմ, հա, ես ուղղակի չեմ գալիս Facebook-ում գրում եմ, շուրջան փողա պետք է վերջ, այդ նախքան գրելը այնքան տանջալից եւ տար քայլեր եմ անում, որ չէ, սիրելիներ, մի արեք դրամահավաքներ, եթե դա ձեր գործը չի։ Մի խաղացեք մարդկանց էմոցիաների վրա հանուն ձեր 1000 կամ 2000 լայքի։ Այստեղ ես արդեն էլ չեմ խոսում, որ ուզում են, հա, գուցե ինչ-որ ենթագիտակցորեն ուզում են նաև երեխայի օգնեն։ Ես գիտեմ մարդիկ, որ օգնել են երեխաների, բայց այդ գումարը տեղ չի հասել, այդ գործերը հիմա ոստիկանությունում են, ու այդպես շարունակ։ Իդեպ մի հատ շատ կարևոր բան ասեմ, չնայած գիտեն իմ էջին հետևող մարդիկ, ես հետևորդ բառը չեմ սիրում, ես աստղ չեմ, որ ես ունենամ հետևորդներ, ես ուղղակի ունեմ իմ օգնականներ, իրեն գիտեն, ես երբեք ոչ մի դրամահավաքից հետո գումարը չեն փոխանցում ծնողին։ Բացառապես գումարները փոխանցվում են հիվանդանոցներ։ Հիվանդանոցը դնում է համապատասխան ինվոյսը, ես վճարում եմ դրա հիման վրա։ Այո, խոսեցինք այն մասին, որքան էլ շոկային լինի, որ ծնողը կարող է երեխայի հիվանդ լինելու փաստը շահարկել իրեն համար օրացախս ապահովելու համար։ Այլ ինչ խնդիրներ կան այս ընթացքում, որոնք համակարգային են միգուցե, հիվանդանոցներին, ինչ որ կազմակերպություններին են վերաբերում, համակարգային խնդիրներ, որոնք բարդացնում են օգնություն ցուցաբերելու process-ը։ Ամենաթարմ եւ ամենավերջի օրենքը եւ մեծ պատուհասը ինձ համար, որովհետեւ ես լիքը հարց եմ ստանում մարդկանց կողմից ու ես ինքս չունեմ այդ հարցերի պատասխանը։ Պարտադիր ապահովագրությունը, որը ներդրվեց մեր երկրում։ Շատ լավ բան է։ Ես շուրջ 25 երկիր եմ եղել, ամենտեղ տեսել եմ, շատ լավն է։ Դու վճարում ես փոքր գումար, բայց երբ պետք է լինում գնում ես անվճար բժշկի։ Մեր երկրում այս պահի դրությամբ դա չի գործում։ Եվ մինչև սա էլ անընդհատ ասում են, մինչև 18 տարեկան երեխաների բուժումն անվճար է։ Իմ Facebook-յան հարթակում եք դրա մասին խոսել եմ։ Այդ ժողովուրդ ջան, եթե ամեն ինչ անվճար է, բնականաբար ես մարդկանց չեմ ուղղել, այլ պատկան մարմիններին իմ հարցը եւ պատասխան չեմ ստացել ինչպես միշտ։ Եթե ամեն ինչ անվճար է, ինչի եմ ես շարունակ ստանում մարդկանցից հայտեր, օգնեք մեր երեխային։ Ու երբ որ ես դնում եմ հրապարակում, որ ժողովուրդ ջան, հերթական բալիկին պետք է օգնեք, մարդիկ կան, որ գրում են, Աննա ջան, բայց այս երկրում բուժումն անվճար է։ Հիմա առավել եւս։ Սա ինձ համար հավելյալ բարդություն է։ Այո, կան շատ հիվանդություններ, որ անվճար է, այո, ես ունեցել եմ դեպքեր, երբ որ բալիկի համար գումար եմ հավաքել, համաֆինանսավորվող վիրահատություն արվել, այսինքն մի մասը տվել է պետությունը, իդեպ դա նաև տալիս են մեր հարկերից, հա, ես ուզում եմ միշտ դա հիշեցնել, հա, այստեղ շնորհակալություն ասելու բան չկա։ Լավ եք անում, որ տալիս եք, բայց դա մեր հարկերից է այդ ամեն ինչը։ Եվ մնացած մասը ես եմ հավաքել, բայց հիմնական առումով ես չեմ տեսնում, որ մեր մոտ բուժումը հատկապես բալիկների համար լիովին անվճար է։ Այսինքն այս նոր օրենքը համենայն դեպս միջև այս պահը, այո, երբ երեկը հրապարակում էի գրեին Facebook-ում, ինձ բազմաթիվ բժիշկներ գրեցին, փորձում են դրական եւ բացասական կողմերը ասել, ես մասնագետ չեմ, անգամ իրենք իրանց ներդրած համակարգից չեն կարողանում պատասխան տալ, ուր մնաց ես կարողանամ դրա մասին sense շատ տեղեկացված խոսել, բայց այս պահի դրությամբ մենք ունենք այն ինչ ունենք, այսինքն ես էլ երբ որ գնում եմ բժշկի, վճարում եմ, չնայած որ արդեն իմ աշխատավարձից պահում են պարտադիր ապահովագրության այդ գումարը։
Միտեղ բժիշկներն են հրաժարվում, հետև իրենք էլ չգիտեն ինչ է իրենց սպասվում։ Ոնց են ստանալու թեկուզ իրենց աշխատավարձը, ոնց են սպասարկելու, միտեղ ուղղակի այդ կառույցը ներգրավված չի, այդ համակարգում, չգիտեմ, հիմնադրամ են նոր բացել, ինչ են արել, անգամ հաշվապահները չեն հասկանում, ուր պետք է փոխանցեն, ինչ պետք է փոխանցեն, ու ինձ անդադ ասում են դիմացեք, ամեն ինչ լավ կլինի, բայց ես վստահ եմ, անգամ դիմանալու դեպքում շատ վիրահատություններ, շատ բուժումներ բալիկների համար շարունակելու ամենալ վճարով։ Եվ բացի դա, սա այն դիմանալն է, որը կյանք կարող է արժանալ։ Իհարկե։ Դու երբեք չես կարող հիվանդ երեխայի ծնողին ասես դիմացի, մինչև տեսնենք ինչ են կան։ Ներդրել եք համակարգ, լավ եք արել։ Բա մենակ ներդրելով չի այդ համակարգը։ Համարձակ խոսում եք, միշտ ձեր էջերով սոցիալական հարթակներում, սա խնդիրներ ձեզ համար հավելյալ չի առաջացնում նույն այս բարեգործական դրամահավաքներ կազմակերպելու համար։ Միանշանակ առաջացնում է, որովհետև պայմանական, եթե ես կարամ ստանամ օրինակ ինչ-որ խոշոր գումար օգնության համար X կազմակերպությունից կամ այդ կազմակերպությունը, եթե չունի ընդդիմադիր հայացքներ, մտածում եմ, որ ինձ գումար չփոխանցի, որ խնդիրներ չունենա։ Կամ փոխանցում են, ասում են, չասենք, որ մենք ենք։ Կամ ուղղակի ապրում ենք մի աշխարհում, որտեղ կան լիքը ֆեյքեր։ Մտնում են այդ ֆեյքերը, նույն իմ դրամահավաքի տակ վատ բաներ են գրում, բնականաբար ոչ մեկ իրանց չի նա, բայց ինչքան ուզում ա լինի, մարդ ես, հա, մինչև պատասխանում ես կամ արհամարում ես, իդեպ ես պետք է ինձ հասցնեմ նրան, որ ոչ թե 90%-ով արհամարեմ, այլ 100%-ով, ներվեր քայքայող բաներ են, բայց փառք Աստծո, ես իրոք ունեմ հզոր բանակ, իմ օնքականների հզոր բանակ, որ միշտ իմ կողքին են, ու ես ձեզ ասում, իրենք մեծահարուստ մարդիկ չեն, իրենք սովորական մարդիկ են։ Այն միլիոնավոր դրամները, որ ես հավաքում եմ, դա ուղղակի մարդկանց 1000, 2000, 3000, հա, կան մարդիկ, որ 1-400,000 կամ 500,000 փոխանցում են, բայց 99% սովորական մարդիկ են փոխանցում։ Իսկ ինչ վերաբերվում է համարձակ խոսելուն, ինձ այդպես են դաստիարակել։ Ես դա անում եմ որպես Աննա Հովհաննիսյան, ես չեմ գրում քաղաքական հրապարակումներ։ Իմ բոլոր հրապարակումների մեջ կա հայրենասիրություն։ Ես պաշտում եմ Հայաստան։ Ես պաշտում եմ Արցախը։ Ի վերջո, ես լինելով աղջիկ, գնացել եմ պատերազմ այս երկրի համար։ Ու ես միշտ եմ համարձակ գրելու, եթե ես տեսնում եմ անարդարություն, խաբեություն, սա իմ երկիրն է, իմ երկրի տերը ես եմ։ Իմ երկրի տերը իմ կողքին գտնվող հայերն են։ Յուրաքանչյուրս ապրում ենք մեր կյանքը թերևս մեկ անգամ։ Կարող եմ ասել, որ դուք ձեր կյանքը զոհաբերում եք այլ կյանքեր փրկելուն, որովհետև այլ աշխատանք կատարել կենցաղ ապահովելու համար, ապա զբաղվել հիմնադրամով օգնություն ցուցաբերելու համար, ձեզ անձնական կյանքի ինչ ժամանակ է մնում, եւ արդյոք այդ ժամանակը հատկացնելուց հետո էլ մնում են էմոցիաներ եւ ուժ անձնական լիարժեք կյանք ունենալու համար։ Գիտե, մի որոշ ժամանակ առաջ ինձ այս հարցը տայի, գուցե խուսափեի, ուղիղ չպատասխանեի, մտածեի, որ ինձ սխալ կընկալեն, բայց ես ամեն օր այն փոքր երեխան ոնց է, որ ժամ առ ժամ փոխվում է, աճում է, մեծանում է, ես այդպես ժամ առ ժամ ամեն օր փոխվում եմ, չեմ վախենում ասեմ, այո, ես զոհաբերել եմ իմ կյանքը, սա չեմ ասում, որ ինձ խղճան, բնավ, ես ատում եմ, երբ որ ինձ խղճում են, ես ատում եմ, երբ որ ես եմ խղճում, հա, դա շատ վատ զգացողություն է, ինչքան էլ վատ լինենք, մենք երբեք թույլ չպետք է տանք, որ մեզ խղճան, այո, ես զոհաբերում եմ իմ կյանքը, որովհետև անգամ այն 1-2 ժամը, որ ես ունենում եմ ինձ համար, դա եւս չի պատկանում ինձ, ես անդադ նամակներ եմ ստանում, ես անդադ մտքերի մեջ եմ, բա որ ես մի դրամահավաք չկարողանամ անել, բա որ այսպես, բա խաբեն, դուք չեք պատկերացնի իմ գլխում sense մտքերի ինչ փոթորիկ է,
անընդհատ հարցեր եմ ես տեմ։ Բաժանվում եմ երկու Աննաների, այն մեկը ասում է լավ դե հանգստացի, ինքը ասում է չէ, բայց ես քեզ մի հատ հարց ունեմ, ու այսպես կռիվ ա գնում իմ մեջ։ Հիմա շատերը կասեն, օ, դիմի հոգեբանի, սա հոգեբանի խնդիր չի։ Երբ որ դու մտնում ես այդ ամեն ինչի մեջ, երբ որ դու հասկանում ես անկախ քո կամքից դու արդեն դա սկսել ես ու պարտավոր ես մինչև վերջ տանել, դու զոհաբերում ես քո անձնական կյանքը։ Ես իմ ընկերների հետ, երբ որ գնում եմ ինչ-որ, մարդիկ անգամ սիրով, որ նկարում են հեռվից ու Facebook-ում գցում են, ասում են, վայ, տեսեք, ես ինչ տեղը ձեզ տեսա, ինձ դա դուրս չի գալիս։ Ինձ շատ դուր է գալիս, երբ որ մարդիկ գալիս են, իմ հետ շփվում են, գրկում են, պատճում են, ես այդ համբուրում են, հա, ես այդ ամենը շատ սիրում եմ, բայց ես չեմ սիրում, երբ որ առանց էլ չունեցած անձնական տարածք ներխուժում են, որտեվ իմ ընկերներին դուրս չի գալիս այդ նկարներում հայտնվելը, իմ ընկերներին դուրս չի գալիս հրապարակային լինելը։ Ես ասում եմ, Ժորժ ջան, խնդրում եմ, էլի, ուղղակի գրեք, որ տեսել եք, բայց մի նկարեք, պետք չի, մի արեք դա։ Մի օր ընկերուս հետ նստած էինք սրճանում, տենց լավ մտքով նկարել էին, հեռվից գցել էին, նույնիսկ ընկերուս ասեց, քո հետ այլևս դուրս գալու չի, որովհետև էս ինչ շնորհք է։ Ես սովորել եմ արդեն դրան, որ մենակ եմ կարող եք նկարել, չգիտեմ, ինչ անել կամ պայմանական միշտ ասում եմ, եթե ես ինչ-որ ընկեր ունենամ, սիրային կապի մեջ լինեմ ու փորձեմ գնամ, անձանդատ նկարելու են գցեն, ասում եմ, չեմ կարողանալու լևի գնալ, ասեմ ժողովրդական ասած, ինձ ասում են, քոնը լևի չի, քոնը պրավիա, հանգիստ գնա։ Որքան էլ ջանք գործադրվում է այն ամենայնիվ մարդու ապակինումը Աստծո գործն է։ Եվ երբեմն մեր ցանկություններն ու մղումները Աստծո որոշման հետ չեն համընկնում։ Ինչպես եք կարողանում վերապրել սա, որովհետև երբեմն նաև մարդուն, երեխային ու օգնում եք անձնական կապ է ձևավորվում այդ շփումների ընթացքում։ Նախքան այդ հարցին պատասխանելը ասեմ, որ ես իմ մեջ շատ հավատքով մարդ եմ։ Ես Աստծո հետ օրվա մեջ իմ բառերով 1000 անգամ խոսում եմ։ Մեկ ինքս ինձ ասում եմ, հերիք այդ մարդու ժամանակը տանես, այս աշխարհում մենակ դու չես։ Իմ ամեն դրամահավաք սկսվում է ծնկաչոք Աստծուն աղոթելով եւ ավարտվում է ծնկաչոք Աստծուն աղոթելով։ Գիտեք, ես մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Սա հստակ շեշտ ենք։ Էմոցիոնալ կապի մասին ասեմ, ցանկացած դրամահավաք շատ ծանր է, բայց ես հնարավորինս փորձում եմ արդեն իմ տարիների փորձի շնորհիվ ոչ մի էմոցիոնալ կապ ձեռք չբերել երեխայի հետ, որովհետև դա սարսափելի բան է, սարսափելի։ Ինչքան էլ ուզում ա այդպես անես, մեկ է, դու սկսում ես երեխու մասին մտածել, ասել Աստված ջան, բայց երեխա է, էլի խնդրում եմ։ Ես իմ բացառությունը մեկ անգամ եմ ընդհանրել դրժել, եթե կարելի է այսպես ասել, խախտել, դա արդեն մեր բոլորի հայտնի հրեշտակ Գաբի դեպքն ա եղել, երբ որ ես միացա Գաբի համար արվող դրամահավաքի ու իմ օգնականների հետ շատ մեծ գումար հավաքեցին Գաբի համար, ու այդ օրվանից այդ երեխան ինձ համար դարձավ ամեն ինչ, եւ ընկեր, եւ որպես իմ երեխա ասել, թե դա իմ համար ցավ ա, նշանակում է ոչինչ չասել։ Եթե շարունակենք այդ թեմայի շուրջ խոսել, գուցե մարդիկ ինձ առաջի անգամ եթերում դադարելուց տեսնեն։ Ոչ, ես նման նպատակ չունեմ։ Աննա, այս դեպքը, երբ բուրումը չի օգնում եւ այլը, արդյոք մտքեր չեն առաջանում դադարեցնել այս աշխատանքը։ Ասում եք ամեն օր Աստծո հետ երկխոսության մեջ եմ։ Ինչ հարց եք դուք ձեր մեջ հնչեցնում, երբ այսպիսի դեպքեր են լինում։ Ես հիմա Աստծուն հարց չեմ հնչեցնում, երբ որ խոսում եմ, որովհետև ասում եմ, Տեր, քո գործերն անքննելի են, բայց երբ որ մահանամ, ու չգիտեմ, եթե շանս ունենամ երբևէ Աստծո հետ հանդիպելու, ամեն դեպքում ես հարցնելու եմ, ինչի երեխաները։ Մենակ այդ մի հարցը, բայց հիմա երկրում ապրող մարդ
ես Աստծուն ոչ մի հարց չունեմ, ես ցանկացած բանի համար կապ չունի դա ցավ է, թե ուրախություն, ես Աստծուն միշտ շնորհակալություն եմ ասում։ Աննա, դուք մարդ եք, ում ձեռքը մշտապես պարզած է օգնության համար, եւ ով ունի կարիքը գալիս եւ սեղմում է այդ ձեռքը։ Միևնույն ժամանակ չկա մարդ, ով ինքը օգնության կարիք չունենա պարբերաբար, պարտադիր չի նյութական ամենևին։ Հոգեբանորեն, ընկերաբար, պարզապես զրուցելու, կիսելու այն ցավն ու ապրումները, որը պարբերաբար հիմնադրամի հետ կապված ունենում եք, ում եք զանգում, ում հետ եք ձգտում հանդիպել, երբ ինքներդ եք ունենում սատարման կարիք։ Գիտեք, Աստված ինձ շատ լավ ընկերներ եւ շատ լավ շրջապատ է տվել։ Ես ունեմ իմ 20 տարվա ընկերները, ես ունեմ ընկերներ, որոնց պատերազմից հետո եմ ձեռք բերել, ես ունեմ ընկերներ, որոնց վերջերս եմ ճանաչել, իրենք բոլորը շատ լավն են։ Ցանկացած մարդու հետ, որ ես զանգեմ խոսեմ, իրենք պատրաստ են լսել, բայց ամեն դեպքում ես իմ կյանքով միշտ ցույց եմ տվել, որ բավականին ուժեղ եմ, եւ մարդիկ սովորել են այդ ուժեղ աննել։ Մի քանի անգամ, երբ որ փորձել եմ ընկերներիս հետ կիսվել, գիտեք, հիմա չեմ ուզում ընկերներիս նեղացնել, բայց ես զգացել եմ, որ իրանք դրա մեջ գուցե ինչ-որ բառով կամ ինչ-որ հայացքով հասկացրել են, որ մի նվնվա։ Ու դրանով իրանք ինձ ավելի ուժեղ են սարքել։ Նաև այս վերջից ես հասկացել եմ, որ ես ոչ թե ուզում եմ կիսվել իմ ընկերների հետ, այլ ուղղակի անծանոթ մարդկանց հետ։ Հաճախ իրենք քեզ ավելի լավ են հասկանում, քան քո 20 տարվա ընկերը։ Ես իմ ընկերների համար իմ կյանքը կտամ, չեմ խնայի, վստահ եմ իրենցից շատերն էլ, հա, բայց ես փորձում եմ իմ ընկերների հետ չխոսել այդ ամեն ինչի հետ։ Եթե ինչ-որ խնդիր եմ ունենում, գալիս եմ նույն Facebook-յան հարթակ, այնտեղի Աննան ուրիշ է, իրական կյանքի Աննան ուրիշ է, շատ տարբեր Աննաներ են իրականում իրանք, ու մարդկանց հետ խոսում եմ։ Իսկ եթե կան բաներ, որ պարզ է, խորհուրդներ ես տարբեր մարդկանցից եմ հարցնում, հա, որտեղ անընդհատ խորհրդի կարիք լինում է, բայց կոնկրետ կիսելու մասով հատկապես այս վերջերս ես սկսել եմ ավելի հաճախ լռել։ Ինքս իմ մեջ կիսվել իմ հետ, ինքս ինձ դատել կամ ասել, չէ, ճիշտ ես արել, ու այդտեղից էլի գալիս ենք այն ձեր սկզբնական հարցերին, հենց այդտեղից ես սկսել եմ շատ ավելի հյուծվել, որովհետև փակվել եմ իմ մեջ ու փորձում եմ մենակով այդ ամեն ինչը առաջ տանել։ Թաքնվելու կարիք ունեք։ Այո։ Ումից եք թաքնվում։ Ինքը ձեզանից, խնդիրներից, որոնք անընդհատ տեղում են ձեր գլխին, խնդիրներ, որոնք անձամբ ձերն էլ չեն անծանոթ մարդկանց։ Ումից եւ ինչից եք ուզում թաքնվել։ Գիտեք, ես իմ խնդիրների մասին երբեք չեմ խոսում։ Մի քանի տարի առաջ ես վիրահատության կարիք ունեի։ Ոչ մեկին չէի ասել դրա մասին։ Ուղղակի հետազոտություն արվեց։ Ես դրա մասին առաջի անգամ եմ խոսում եթերում։ Հետազոտություն արվեց եւ որոշվեց, որ ես արդեն այն բարեգործ Աննան էի դեմ։ 5 օրում 91 միլիոն հավաքած Աննա, 1000 դրամով, 2000 դրամով, հետազոտություն արվեց բժիշկների կողմից եւ որոշեցին, որ պետք է անհապաղ վիրահատություն անեմ։ 1-2 ընկեր գիտեմ, ուղղակի որ վիրահատվելու եմ։ Ես վիրահատության գումար չունեի, ես գնացել վարկ եմ վերցրել։ Ես այդ կարգի իմ խնդիրներից երբեք ոչ մեկի հետ չեմ խոսում։ Ինչից եմ ուզում բախնեմ աղմուկից, իմ շուրջ անընդհատ տիրող աղմուկից։ Հիմա կասեն, դե դու ես մեղավոր, դու ես այդ աղմուկը ստեղծել, այո, ես եմ մեղավոր, ես եմ ստեղծել, որովհետև անհնար է առանց այդ աղմուկի երեխաներին օգնել, դու դա մենակ չես անում, դու դա մարդկային շնորհիվ ես անում, բայց այս վերջերս ես անընդհատ փախնում եմ այդ աղմուկից։ Բայց դա էլ մի կողմ ամենակարևորը դու կարողանաս այստեղի աղմուկը լարեցնել, որը դեռ ինձ ոչ մի կերպ չի ստացվում։ Ու անընդհատ գիտեք, մենք հիմա բարեգործությունից ենք խոսում, բայց մեր երկրում տիրող այս անընդհատ ահավոր կատարվող բաները, այս մղձավանջը, որ դու արթնանում ես, արդեն վախենում ես Facebook մտնել, տեսնել այսօր ինչ ա եղել, այսօր ինչ կլինի, սա էլ է ինձ շատ տխրեցնում, ցավեցնում եւ հոգնեցնում։
Աննա, կա տեսակետ, որի հետ ես ըստ էության համամիտ եմ։ Յուրաքանչյուր մարդ ինչ անում է իր համար։ Բարեգործնել, բարեգործություն կազմակերպողնել, որովհետև դրանից է ստանում բավականություն, դրանից է ստանում այն պիտանելիության զգացողությունը, որը իրեն համար կենսական նշանակություն ունի։ Բարեգործություն կազմակերպելը հենց այն աշխատանքն է, որը ձեզ ապրեցնում է հյուծելով հանդերձ։ Այո, միանշանակ այո։ Ես միշտ եմ անկեղծ, անգամ եթե ի վնաս ինձ եմ խոսում, ինչքան էլ որ ես նվիրված լինեմ անշահախնդիր իմ երկրին, մեր բալիկներին, ես դրանից ուժ եմ ստանում, որ ապրեմ։ Այդ չի նշանակում, որ ես չունեմ իմ սեփական կյանքը, չէ, եթե ես ամենը դնեմ մի կողմ, մեկ ժամում կկարողանամ կառուցել իմ կյանքը, հա։ Ասում են, չէ, իր սեփական կյանքը չունի, ուրիշների, այս այդ դեպքը չի։ Դա իմ մոտ փոքր ժամանակվանից է եկել։ Ես մի անգամ եթերում էլ ասեցի, ես դեռ ծնված չեմ եղել, իմ 7 տարեկան եղբայրը քաղցկեղից մահացել է։ Ինձ տատիկ պապիկս են մեծացրել ու միշտ պատմում էին իր մասին, հա, ես չեմ տեսել, բայց ենթագիտակցությանս մեջ նստել է դա ու այդպես իմ հետ եկել է։ Գուցե հենց դա ա եղել պատճառը, որ ես սկսել եմ օգնել երեխաներին, չգիտեմ, չեմ կարողանում հստակ ասել, բայց ես ինձ ավելի պիտանի մարդ եմ զգում, ես ինձ ավելի կարևոր եմ զգում, կարևոր գոռոզության կամ հպարտության մասով չեմ ասում, խնդրում եմ, որ ինձ սխալ չհասկանաք, բայց առաջի հերթին ես այդ ամենը անում եմ ինձ համար։ Կա մի բան, ինչի մասին ուզում եք ասել, բայց ես հարցը չհնչեցրի։ Քանի որ անդադ երեխաների կյանքի հետ եմ գործ ունենում, ու միշտ իմ Facebook-յան հարթակում գրում եմ, ես ուղղակի ուզում եմ խնդրեմ ծնողներին, որ առանց այդ էլ մենք հիմա շատ վատ պայմաններում ենք ապրում, սկսած օդի աղտոտվածությունից, վերջացրած մեր կերած սնունդը, ու ես հաճախ իմ Facebook-յան հարթակում գրում եմ սրա մասին, որ սիրելի ծնողներ, խնդրում եմ, հնարավորինս ուշադիր եղեք ձեր երեխաները ինչ են ուտում։ Այդ լոպազությունը եկեք նկոն դնենք ու չասենք, եթե իմ բալեն ուզում է այսինչ էներգետիկը, ես պետք է առնեմ, ոնց, բա ուրիշը առնի, ես չէ, դուք դրանով ձեր երեխային վնասում եք։ Դուք չեք գիտակցում, որ այդ լոպազությունը հայկական, բոլորս էլ մեր մեջ ունենք, հա, բայց խնդրում եմ ծնողներին, որ ավելի ուշադիր լինեն, առանց այդ էներգետիկների, առանց այդ գունավոր կոնֆետների ու չիպսերի, մենք շատ վատ սնունդ ենք ուտում, խնդրում եմ մի տարեք ձեր երեխաներին այդ ճանապարհով, որ հետո չգաք մեր կողմը։ Սա մասին եմ ուզում ասել եւ ուզում եմ նորից հիշեցնել, որ ինձ օգնություն է պետք հիմնադրամը զարգացնելու համար, ուղղակի սկզբնական կան մարդիկ, մասնագետներ ավելի շատ, որտեղ մարդիկ արդեն իմ կողքն են եւ օգնում են, բայց ես չեմ կարող անընդհատ այդ մարդկանց խնդրել, որտեղ բոլորը սովորական ապրող մարդիկ են, օգնեն ինձ զարգացնել եւ ուզում եմ խնդրել բոլոր մարդկանց լավ հայ մնալ, հայրենիքը սիրող եւ պաշտող հայ մնալ։ Եկեք մեկս մեկի չատենք։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Իմ զրուցակիցն էր Աննա Հովհաննիսյանը, Իլոնք հիմնադրամի տնօրենը։ Հիմնադրամ, որը մտադրություն ունի Աննան ընդլայնելու եւ այսօր ունի օգնող ձեռքի կարիք, հիմնադրամը ել ավելի մեծ ծավալների հասցնելու համար, մասնագիտական օգնության։ Պարտադիր չէ, որ լինեք բժիշկ, կարող եք լինել նաև տեխնիկական աշխատող կամ ստեղծագործող։ Կապ հաստատեք Աննայի հետ, միգուցե դուք էլ կարողանաք ունենալ մասնակցություն կյանք փրկելու կարևորագույն գործում։ Հանդիպելու ենք կրկին, առայժմ։